Ողջույն գործարարlik եւ լրատվական ռադիոյի հարգելի լսանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Պարոն Վարդանով, ինչպես խոստացել էինք մեր նախորդ հաղորդման վերջում, այս հաղորդումը նվիրենք հապկում Հայաստանի անդամակցության հարցին, վերջին շրջանում արդեն տևական ժամանակ է հանրային խոսույթում եւ քաղաքական գործիչների կողմից խոսվում է հապկում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին եւ այս ֆոնին նույնիսկ հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը եւ խորհրդի նախագահ Վիկտոր Վասիլևը խոսեց նոյեմբերին կայանալիք նիստում Հայաստանին հապկում ձայնի իրավունքից զրկելու մասին եւ ինչ է կարծում ինչ հերանեկարներ ունի Հայաստանը հապկում անդամակցության այս ամեն ինչի ֆոնին եւ արդյոք կա ապագա հապկում եւ ինչ մակարդակի ինտեգրացիա եք սպասում։ Ես մշտապես ստեղ ստուդիայում ասել եմ, որ հապկը մեռելացին զավակ է, էդի ոնց որ շատ սիրուն բան եմ արել, սրամտել եմ, բանը երևի երկար ծիծաղում են դրա վրա, ասել եմ նա շատ վետ Չեմբերլենո, իհարկե հեգնանք է էդի հայր։ Բանը ջեբի նատոն է, էլի Ռուսաստանի։ Ու մեզ այնտեղ լինելը պիտի եկամուտ բերեր, պայմանական եկամուտ, կամ օգուտ պիտի տար, այն բանով, որ այդ հապքի տերը, ում գրպանում է հապքը, Ռուսաստանը, մեզ հապքում պահելու համար մշտապես ինչ-որ դիվիդենտներ պիտի հատկացներ, որտեղ մեզ պետք չի հապքը, իսկ պետք չի ինչի համար, մեզ դաշնակիցներ պետք են։ Դաշնակիցներ պետք են, բայց ինչ կան։ Չէ, հասկանալի է, որ հապքի դաշնակից լինելը շատ կասկածելի է։ Մեզ պետք չի, որովհետև մենք ունենք Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագիր առանձին 50 տարով իրանք ստեղ են գտնվում, կենցաղային իրանց ծախսերը Հայաստանը Հանրապետությունն է իր վրա վերցնում, կոմունալային վճարներ, բաներ։ Եվ հապկը ավելնորդություն է։ Այդ պայմանում, եթե դու նորմալ դաշնակցային հարաբերություններ ունես, այս տարածքում ռեգիոնալ, ոնց որ ասած, ասիչներից մեկի հետ։ Դե որ ինքը համաշխարհային ասիչ չի, դա 80 թվականներին պարզ դարձավ, երբ որ Գորբաչովը գնաց, ասենք, ու ռուսական գետար դառավ, ասենք, բանի մոտ շուռ եկած վիճակում Ռեյգանի մոտ Հայաստանի հապկում ինտեգրված մնալը ումա ձեր։ Հիմա ասեմ։ Հիմա արդեն պետք է, քանի որ մենք այնքան հանճար ենք, որ չունենք գրեթե դաշնակից, այն կեղծ օդային համբյուրներ, բան, սենց ֆրանցուսկի բացելույներ, լեզվախառը բան մեր հետ, որ անում են, ասենք, դա այտենց էլ մնում է բացելույ, իրական, ասենք, բանը հարաբերությունների չի բերում, որից զավակներ են ծնվում, կարճ ասած չի կարելի հրաժարվել դաշնակցային հարաբերություններից անգամ այն երկրի, որը որ ուղակի թուղթ ունի քո հետ ստորագրված, որովհետև չի բացառվում, որ իրավիճակ փոխվի, Կրեմլում նստած, ասենք, այն պապին բանանի է, որ առյուծի վրա էր, վագրի վրա էր առաջ նստում, թե չէ, արջի վրա էր նստում, մեկ էլ բանը սու ինքնաթիռի մեջ սելֆիներ էր անում, այդ հանճարեղը, մեկ էլ տեսար թարս ոտից արթնացած լինի, իրա կուրսեցու հետ լավ չլինի, մի հատ թուրք կուրս համակուրսեցիոն, ու օգնի մեզ ռեալի մեջ, ու եթե գոնե դաշնակցային հարաբերության թուղթը մենք ունենանք, ինքը կունենա իրավական, ոնց որ ասած, հիմքեր գործողությունները սկսելու համար։ Բայց քանի որ մենք մաքսիմալ մեծ հիմարություն ենք անում, կամ ենք ենթարկվել, չենք կարողացել բրդենք առաջ համը, ինչի հետ եմ, կամ Եվրոպա, կամ Ռուսաստան, չենք կարողացել անենք, որ համ արևելք, համ արևմուտք, դա մեր հանճարեղ, ասենք, բանա դիվանագիտությունից է, մենք գրեթե կորցրել ենք մեր դաշնակցին։
փաստացի էլի ասենք, բայց գոնե փաստաթղթերով ինքը մեր բանն է։ Ու կարճ ասած, եթե առաջ պետք է sense նեղ ձողով անցնեիր բանը գետի վրայով, այդ երկու ձեռը զբաղված էր։ Մեկի մեջ ծղոտից հապկն էր, մյուսի մեջ Գերան Ռուսաստանն էր։ Հետո ժամանակի ընթացքում պարզվեց, որ այդ Գերանը բանա բավականին բարակ է ծղոտի հաստությանը ու կարճել է, հատակին չի հասնում, չես կարող վրան հենվես։ Ու հավասարակշռություն պահելու համար ստացվում է, որ ձեռդ երկու հատ ծղոտ է հայտնվել։ Այդ պայմաններում, երբ որ Ռուսաստանը դաշնակից չի իրական, հապկից հրաժարվելը ժամանակավրեպ եմ համարում։ Այն որ հաստատ այսօր այդքան հապկից հելնենք բան մարդիկ որ ասում են, հիմա ես իրանցից 15 տարի շուտ եմ էտի ասել, որ մեզ պետք չի հապկը, բայց հիմա այս պայմաններում սխալ է հապկից հրաժարվելը։ Մենք հիշում ենք, չէ, ասենք բանը Սարգիս, չէ, Հայկ Սարգսյան դեպուտատ ունենք, այդ երեսփոխանը բանում պաշտպանական հանձնաժողովում, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում երկու աշխատող բանը դեպուտատներից մեկն էր։ Դա երկուսն էին աշխատում։ Ու հեչ նախագահան չի այդ երկուսից մեկը։ Մեկը Վիլեն Գաբրիելյանն էր, մյուսը Հայկ Սարգսյանն էր։ Այս երկու հոգին էին աշխատում այդտեղ։ Օպոզիցիայի գործեր անում չէր աշխատում, պայքարում էր, պոզիցիան էլ էր պայքարում։ Այս երկուսը օրենքներ էին մշակում, օրենքներ էին առաջ քաշում եւ Հայկ Սարգսյանը ուներ օրենք, որտեղ 7-8, միգուցե 10 կետ կար։ Բայց մեր պոպուլիստական իշխանությունները իսկ ոչ մեկ ինձ չի կարա բացատրի, որ համոզի, որ պոպուլիստական չի, որովհետև ամեն ինչ անում են ձայներ շատ լինելու համար, ոչ թե անում են ոնց որ պետք է երկրին, այլ ոնց որ ձայն բերի։ Իդեպ բանը Սերժ Սարգսյանն էլ նույնն էր անում, էլի, հենց չի որ էսի իրանց հորինածն է, որ իրանք ձայներ բանը ունենան շատ, ոչինչ անվտանգության վրա 65 տարի հետո կմտածեն։ Պետք է նախորդ իշխանություններն նախորդն էր էլի անում։ Կարճ ասած, բանա Սարգսյանի օրինագիծը, որը չի ընդունվել, որի վրա ինքը ընդհարվել է ոնց որ թե իր համակուսակիցների հետ, այդ օրենքից մի կետ էին կիրառել։ Ամենը պոպուլիստականը, կես տարով ծառայությունը կրճատել։ Կես տարի ծառայությունը կրճատել, դա նշանակում է, եթե ժամկետային զինծառայողները 45% են, 45% ընդհանուր մեր զինված ուժերի, 45%-ը բաժանի 4-ի ու այդքան հան։ Մոտավորապես 11%-ը հանում ես դուրս, 10%-ը թողնի լավ։ Հանում ես, խրգում ես շուտ, то есть ընդհանրապես ստորաբաժանումներն էլ, զորամիավորումներն էլ, երբ որ կորուստներ են ունենում, զոհված, վիրավոր, փախած, ատկազնիկ, դատված, в общем, դեզերտիր, ինչ ասես, այդ կորուստը է ստորաբաժանման համար։ Երբ որ իրանք կորուստ են ունենում 1-2%, բանա մարտունակությունը չի ընկնում։ Երբ որ 5% են ունենում, մարտունակությունը էլի չի ընկնում, բայց սկսում է իջնել։ 10%-ի դեպքում սկսում է անգնել։ 10%-ից անկում է տեղի ունենում մարտունակության։ Հիմա փաստորեն մենք մեր 10%-ը զինված ուժերի պակասացրել ենք, չանելով մնացած բաները, որը Հայկ Սարգսյանի կարծիքով կկոմպենսացներ այդ կորուստը։ Իսկ այդ օրինագից ինչ որ կերպ կապ ուներ դաշնակցային հարաբերությունների կամ ինչ որ գոնե ռազմական Չէ, ես օրինակ եմ բերում, որ եթե դու մի բան անում ես, որը ի վնաս է քեզ, գոնե ինչ որ բան պետք է անես, որը որ օգուտ է քեզ, որ կոմպենսացնի այս վնասը։ Հայկ Սարգսյանի օրենքով ես օրինակ եմ բերում։ 10 կետից մեկը արեցին։ Նույն ձևով ստեղ, եթե դու հապկից հրաժարվում ես,
Արի մի հատ վնասները չափենք։ Ուրեմն բանա թուրքը հնարավոր է հապկի անդամ դառնա։ Բաքվի թուրքը հավանական է։ Հնարավոր է։ Ու դու չունես այդտեղ ձայն, որ ասես ես դեմ եմ։ Ռուսաստանը գա քեզ էս մի թշից պաչի, էս մյուս թշից պաչի, ասես չէ, դեմ եմ ու վերջ։ Բայց այդ ձայնը վետոյի մասին է խոսքը։ Հա, դու չունես ձայն հիմա։ Դուս բանա դուրս ելնելու դեպքում չես ունենա ձայն։ Ու դու չես կարող ասես Բաքվի ռեժիմին ոչ։ Հիմնավորած չէ, հիմնավորած վետո ես անում ու վերջ։ Բայց չեք կարծում, որ եթե այդ կարգի անհրաժեշտությունը լիներ Բաքվի այդ կառույցում ինտեգրվելու, ապա իրավունք ունենայիր չունենայիր ճնշումները բերելու էին նրան, որ դու պիտի համաձայնվեիր։ Էլ եմ ասում, այն մի թուշը պաչի են, որ ցույց եմ տալի, այս մյուս թուշը պաչի մեր Կրեմլում նստածները։ Չէ, ախպեր, չէ։ Նիետ։ Կամ էլ ասում ես լավ, հնարավոր է, բայց ինձ դրա համար պետք է ուրեմն 400 T90 T90-ի բանը ամենօրյա վառելիքի ծախս բանը կես տարվա եւ ինտենսիվ մարտերի full բայկոմպլեկտ բանը ամենօրյա մարտական գործողություններ, ասենք 2 ամսվա հաշվարկով այդքան բայկոմպլեկտ եւ բան ինձ դրա համար անհրաժեշտ է 60 հատ տոր համակարգ 60 հատ կռուկ 60 հատ կուբ լավ 20 հատ S300 իր համապատասխան հրթիռներով ինտենսիվ 2 ամիս մարտական գործողությունների համար Ռուսաստանը ասի հոп ես դաժե քո տված փողով քեզ բան չտվեցի որովհետև ես ինձ հետաքրքիր է ախպեր դու Ուկրաինայի հետ հարցեր ուներ ես ես Թուրքի հետ հարցեր ունեմ ուր ես բերում իրան մստում իմ անկողինը որ մենք իրար հետ սվինգերություն անենք կլի չանեմ ես իրա հետ քո հետ բացկայի հետ այդ բանը ոնց են դրան ասում Լուկաշենկոյի հետ պաժաստա բայց սրա հետ չեմ ուզում Կարճ ասած դու հիմա զրկվում ես այդ հնարավորությունից ասես ոչ եւ կա ռեալ վտանգ որ թուրքը կդառնա հանդե իսկ մենք գիտենք չէ որ Թուրքի հետ դաշնակցային հարաբերությունները Միջին Ասիայի Կենտրոնական Ասիայի երկրները հավեսով են անելու անգամ եթե Ռուսաստանը ասի չէ ասենց գա կայանի մեջտեղները ասի Աստրախանով չեմ թողում անցնի Կասպից ծովով ասենք Թուրքմենիայով ու Ղազախստանով նավերով կետա իրանց օգնությունը Սարսափելի մեր համար վտանգավոր է դա Սարսափելի եթե մենք այդ ձայնի իրավունքից զրկվենք լավ ասենք այդ վտանգը հասկացանք ինչով կարանք կոմպենսացնենք այդ վտանգը ուրիշ դաշնակից ձեռք բերելով հնարավոր է չէ այ ոնց որ Հայկ Սարգսյանի օրենքում ասված էր որ այն վնասը որ ոտից ինձ կրակում եմ ես հայկական բանակ կրճատելով 10% իմ մարտունակությունը ես հետի փագում եմ այսքան գումար ստեղից հավաքելով այսքան պայմանագրայինին բանա այսքան այս պայմանները տալով կարճ ասած sense մի եկա փաթեթա նման ձևով մենք ունենք այդ 1 միլիոն կամ 2 միլիոն դրամ պայմանագրայիններին տալու բանա հնարավորություն то есть ունենք դաշնակից որը որ այդ դեպքում կգա ստեղ զորքով կկանգնի չունենք ու մենք 10%-ը բանա վնաս ենք տալի մեզ կրակում ենք ոտից ու ոտի բրոնե ժիլետ չէ բրոնե տրուսիկ էլ չունենք որ մեր ոտի վրա լինի որ այդ կրակած տեղը վնաս չտա բայց դեպքում մենք հիմար ենք դե այն դաշնակցային այն հարաբերությունները որ փնտրում ենք այս տարածաշրջանից զատ ավելի քիչ են հավանական դարձնում ֆիզիկական այդպես ասած են ձեր զորքեր բերել կանգնեցնել այստեղ որովհետև ճիշտ է որ երկրների մասին է խոսքը Միացյալ Ամերիկայի Նահանգներ 1 ճիշտ է եվրոպական ցանկացած երկիր Եվրոմիություն 2 նույնիսկ երկրները չեմ թվարկում Եվրոմիություն ճիշտ է իսկ մենք նկատել ենք որ 20 թվականին մի հատ շուն կա sense բանա քնձռոտ բան, բայց բանա բեղերը սիրուն է։ Սենց եկավ
պոլիշորի նման սենց պարկած Ֆրանսիայի դրոշի վրա մի հատ ոտը բարձրացրեց միզեց, հետո եկավ Էսյան, մի հատ Ռուսաստանի դրոշի վրա միզեց, հետո եկավ մի հատ էլ միզեց Ամերիկայի դրոշի վրա ու մեզ կծեց։ 20 թվականին մենք հիշում ենք խաղաղ զինադադարի գարանտները ովքեր են եղել 94 թվականից ուժի մեջ Մինսկի խումբ, ովքեր էին մտնում Մինսկի խմբի մեջ։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, որպես Եվրոպայի ներկայացուցիչ, փաստորեն Եվրոպան, իսկ Ալիևը իր քնձռոտ հալով եկավ, ոտը բարձրացրեց, ոնց որ ասեցի, հետո մի հատ է ոտը բարձրեց, մի հատ է ոտը բարձրացրեց, ճիշտ է։ Փաստորեն այդ հերահար ֆրանցուսկի պացելույները լեզվախառը օգուտ չկա դրանից։ Չեք կարծում, որ թողտվություն ուներ այդ նման գործողությունների դիմել։ Չգիտեմ, բայց կարա չէ նույն ձևով լինի։ Կարա։ Մարդ տեղացից է վախենում, եթե դոձիկ չի։ Մեր ուրեմն ենթաջոկատի հրամանատար, ասենք Վահրամ Պահլավոնի ջոկատի հրամանատար Լևոն լավ ասացվածք էր, ասենք Մաթեոսյան Լևոն օգտագործում, մեր ասելով հատուկ նշանակության խմբի։ Ինքը համ այդ ջոկատի հրամանատարն էր, համ էլ բանա ՀՆԽ-ի հրամանատարի տեղակալներ առաջնագիծը անցնելու գործով։ Մաթեոսյան Լևոն մի հատ լավ ասացվածք էր ասում։ Արա ձեռդ մտցնում ես կրակի մեջ, հետո ասում ես ճակատագիր, հա։ Հիմա մեր ձեռը մտցնում ենք կրակի մեջ, ասում ենք ճակատագիր, հա, հետ ենք քաշում, հետո 4-5 տարի հետո նորից ենք մտցնում, ասում ենք ճակատագիր, հա, նորից ենք հետ քաշում։ Իմիջիալուց կենթանի կա, որ իր հիշողությունը այդքան կարճ է։ Ասենք կոկորդիլոսը, որտեվ այդ իր այսպես ջանդակը 3 միլիոնանոց, այս բթից չափ ուղեղ ունի հիշողություն։ Դրա համար իր հիշողությունը վատ է, որ ինքը ուժեղ է, ատոմները այսքան, մի քանի շարքով, պոչով ինչ ասես կարա անի, որ մեկին փոքր կմճտի էլ դեմից, այս եկա իր մի քանի 100 կիլոնեսյան կֆռսնի, մի կտոր միս կպոկի։ То есть մենք դաժե իրավունք չունենք վատ հիշողություն ունենանք, որտեվ անգամ կոկորդիլոսի ուղեղը ունենալու դեպքում պետք է ուժ ունենաս կոկորդիլոսի։ Եթե դու այդ կոկորդիլոսի ուժը չունես ու իր հիշողությունն ունես, դու կոկորդիլոսների չէ, բանը մողեսների փայս դառնալու։ Մողեսի փայս դառնալու։ Եթե ուժ չունես, ուղեղի բացակայության պարագայում ուժ չունես, դու դառնալու ես, ինչ ասեմ, մորեղ, որին մողեսը, գորտը կարա ուտի, անգամ գորտը, որ սուր ատամ չունի, բան չունի, պոչել չունի, որ ասես մի հատ սիլլատա մայետոբի գերի անի օթում սենց թռիչքով բանով նոր խփի քեզ։ Եթե խոսեցինք առհասարակ հապկում ինտեգրացիայի այն, այսպես ասած, աշխարհաքաղաքական, հա, իմաստի մասին, այսինքն այն ինչ աշխարհաքաղաքական բենեֆիտներ պիտի տար մեզ այդտեղ ձայնի իրավունքը, որևէ բենեֆիտներ շահելու, ինչ որ որոշումներ կայացնելուց, բայց ինչքանով է հապկը երևի արդեն ասացիք, որ մեզ պետք չի, բայց ինչքանով է ինքը ռազմական, հա, առումով օգուտ, այսինքն, չգիտեմ, ուսումնավարժական, ինչ որ բաներ, այդպես զորքերի ինտեգրացիա, տարատեսակ զորամիավորումներ, որ մենք չունենք, դրանց ծանոթացում, այսպես էլի, ինչ որ այդ ուսումնամարզական շրջանակները։ Իր կիրառելիությունը բավականին ցածր է։ Ես որ ասում եմ ինքը մեռելացին զավակ է, դրա բացատրությունը մի քիչ առաջ հիմնավորումներից մեկը մի քիչ առաջ դու տվեցիր Դավջան, ասելով, որ Վասիլևը Ռուսաստանի ներկայացուցիչը ռազմական բլոկում, անգամ ռազմական գործիչ չի, դիվանագիտական գործիչ է, то есть ինքը անգամ Ռուսաստանի համար որպես ռազմական գործոն չի, ինքը ավելի շատ քաղաքական գործոն է։ Ստեղ խնդիրը այն է, որ եթե մենք այ մի քիչ առաջ ասեցի, հրաժարվում ենք դրանից, մենք պետք է դրա փոխարեն ինչ-որ բան ունենանք, որ կոմպենսացնի։ Մեզ կարող է ՆԱՏՕ-ի անդամ են դարձնում, ոնց որ մարդկանց մարմինները շուկան լցրած մարդկանց սրտերով, թոքերով ու աչքերով
սև տրանսպանտալոգիայի, ասենք, կարկառուն ներկայացուցիչ Ալբանյան։ Ես լուրջ բան եմ ասում, ալբանացիք այսօր այդ շուկայում ամենաազդեցիկ, ասենք, մաֆիան է կամ էթնոսի ներկայացուցիչներն են, բայց անգամ Ալբանիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Մեզ խոստացել են մենք ՆԱՏՕ-ի անդամ դառնանք։ Փաստորեն մեզ անգամ Կոսովոյի պես, այն որ լրիվ տերորիստական կազմակերպություն ա ղեկավարել միջև վերջերս, K4 ՆԱՏՕ-ի զորախումբել ներսում չենք ունենալու, չէ՞։ Փաստորեն զինվորական ուժ մենք ստեղ չունենք։ Ունենք դիտորդներ Եվրոմիությունից ու Եվրոմիությունից դուրս նաև Կանադայից մարդ կար այս վերջերս երևի անցած։ Հա, դե Կանադան Եվրոմիությանը դες վերջերս ավելի ինտեգրացիոն բաների մեջ է մտնում Միացյալ Նահանգների հետ։ Բայց բանը հասկանալի է, ախի, հիմա Կանադան էլ էր մարդ ուղարկել։ Ինչի համար անչափ շնորհակալ եմ, լուրջ շնորհակալ եմ ես իրանց, որովհետև ինքը ինչ որ գարանտիա չի տալի մեզ, բայց ինքը մեզ տալիս է հնարավորություն գոնե թուրքը շատ զգուշ հարցակման դեպքում շատ լավ քողարկավորվելով բանանի եւ նախապատրաստական աշխատանքները ավելի երկար տենա հարցակումից առաջ, ինչը մեր համար, եթե մենք դոձիկ չենք, այդ բանը նախապատրաստական աշխատանքները տենալուց մենք ի վիճակի կլինենք համար 1 հայտարարել եւ ասենք ռեզերվիստներին սկսել կամաց-կամաց Մյուս կողմից էլ կարծում եմ նման գործողությունների դեպքում փաստագրական տվյալների հետագայում հետ աշխատել ավելի հեշտ է լինելու, քանի որ ականատեսներ, այսպես ասած, կան, էլի, եթե Հա, բայց ուզում եմ ասեմ ինքը այնքան էլ ռազմական գործոն չի, էլի, ինքը ռազմական չի արել։ Քաղաքական գործոն է, հետն էլ կանգնացնող չի միանշանակ։ Դե ռազմական գործոնի մոտ միակ բանը, որ կարա գոնե մի հատ կաբուրա։ Այո։ Միակ գործոնը դա ռազմականն է, որ կարա կանգնացնի ռազմական ագրեսիան։ Միակը։ Երբ որ ես նման բան եմ ասում, ինձ հակադարձում են մեկ-մեկ, ասում են, բա ռուսական խաղաղապահները ղափանում կային, երբ որ այո, իսկ ես ասում եմ, որ ռուսները, ասենք, մեծ ցանկություն ունեին թուրքերի հետ պատերազմ սկսելու, ես դες բան եմ ասում, չէ՞։ Բայց եթե դու հենց դրա պատճառով, որ ռուսը իր պարտականությունները լավ չի կատարում, ուրիշ դիվերսիֆիկացիա ես անում քո անվտանգությունը, ու երկու պարտներ ունես, ներսի եւ դրսի դիվերսիֆիկացիայի հարցում։ Դրսի նկատի ունեմ ոչ ռուսական, ոչ ռուսին տիրապետության տակ ինչ որ ուժի միջոցով ռազմական դաշինք կազմես, մեկ էլ ազգ բանակ վերջապես կառուցես, դադարես, ասենք, բանային, չեմ ուզում շատ կոպիտ բաներ ասեմ, բայց լավ կապիկ լամիշ են կլնում, էլի, ասենք, ազգ բանակը հայտարարել ես, որ մեր կոնցեպտն է, արդեն 3-րդ տարին է, թե 3 տարուց ավել է ու ոչ մի բան չես անում այդ ուղղությամբ։ Այդ կապիկ լամիշ լինելա բանը, եթե դադարես, էս մի դաշնակիցն էլ պետք է անես, էս մի դաշնակիցն էլ, ախր sense մի բան կա, էլի, ուրեմն դա երևի այնքան է գաղտնիք չի, որովհետև կոնֆերանսի ժամանակ ա եղել։ Անգլիական թագավորական, ասենք, բանը, ընդ մի հատ կառույց կա, Ռուսիա կոչվում։ Այդ Ռուսիայի ներկայացուցիչը եկել էր ազգ բանակի սխեմայով Հայաստանի համար։ Լավ ջանդան, որ եկել զարմացել էր, ոնց դուք գրած ունեք էսի։ Բա ինչ լավ է, որ գրած ունեք, որտեղ դուք ավելի լավ գիտեք ձեր պայմանները ու մանրուքների հարցում դուք հաստատ ավելի գրագետ եք ձևակերպել, քան մեր գրածը։ Էդի ասում են անգլիացիք, իսկ խի են իրանք ազգ բանակի սխեման բերել Հայաստանին, հետաքրքիր է, էլի։ Դեբիլ են, հա։ Չէ, ազդեցությունը դրսից ուրիշի ազդեցությունը ավելի թույլատնելու համար, այո, իսկ խի ազգ բանակի միջոցով, այլ ոչ թե իրանք զորքերը բերելու։ Ավելի հեշտ ձև է, չէ՞, իրանք զորքը բերեն, ռուսին մենք դուրս հրավիրենք։ Շատ ավելի հեշտ ձև է։ Հեշտ է կոնցեպտը, բայց դժվար է իրագործել իրանց համար։ Միգուցե իրանց համար էլ է հեշտ իրագործել, բայց մի հատ լուրջ նայենք, էլի արա, ինչ որ մեկը կա,
որ մտածում է, որ Հայաստանը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան Իլհամ Ալիևի ռեժիմը, որը որ հսկայական քանակ նավթ է ապահովում, հսկայական քանակ գազ է ապահովում, որտեղից իր մոտից Ռուսաստանից, Թուրքմենիայից կապ չունի։ Արա հիշում ենք, որ անմիջապես իրանց անմարտկային պահվածքից հետո, ռազմական հանցագործությունից հետո, երբ որ թուրքերը եկան շրջապատեցին մեր արտիլերիստները հանձնվեցին, հենց իրանց նկարահանած արտիլերիստներին ծնկի կանգնացրեցին ու գնդակահարեցին։ Հիշում ենք էդի։ Էդի եղել է սրանից 4 տարի առաջ։ Անմիջապես դրանից հետո, մի երևի 3 թե 5 օր հետո, ֆոն դեր Լյայնը հելավ ասեց մեր հուսալի պարտներն է Ադրբեջանը։ Հիշում ենք էդի, ավելի կարևոր ենք, քան Օսման թուրքը, հա, Բոսպոր դարդանելով, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակով, Ռուսաստանի հարավը զսպող արդեն ինչքան, շատ չեմ ասում, մի 600 տարի Ռուսաստանի զարգացումները դեպի հարավ կանգնացնող ինչքան կարում է, իսկ ՆԱՏՕ-ի միջոցով լավ էլ կարում է 19-րդ դարի կեսից, որը լավ էլի ուշքի եկեք արա, կարող է պատահի անգլիացին էտի հասկանումը դրա համար բերել էր մեզ ազգ բանակի կոնցեպտը կիրառեք, կարող է Ռուսաստանը, ասենք 21 թվականին, երբ որ մեզ շրջաբերական են ուղարկել տերաբարոնայի վերաբերյալ, իսկ տերաբարոնան ազգ բանակի մի ոնց ասեմ, ենթատեսակ էլի, հա։ Իրա պուճուրիկ մի հատ հատված է, բայց ուղարկել էր, ասել էր անպայման կիրառեք տերաբարոնա բառը որտեղից է մեր մոտ հայտնվել։ 21 թվականին, ասենք, ռուս-ուկրաինական պատերազմին դե ռուսը պատրաստվում էր, չէ, ասենք, ու հասկանում էր, որ ինքը ի վիճակի չի լինելու, այլ ոնց որ ՆԱՏՕ-ն ի վիճակի չի լինելու ինչ պատճառներով, նույն ձևով ռուսը այդ նույն ինչ պատճառները ունենալով ի վիճակի չի լինի օգնելու, հետն էլ չի ուզում, որ իր ավիակիրի դեր խաղացող Հայաստանի Հանրապետության մի հատվածը գոնե բարի գոնը չգնա, էլի, ու դրա համար տերաբարոնա էր առաջարկում մեզ, ոչ թե թղթի վրա, ոնց որ մենք սովոր ենք անել ամեն ինչը, այլ իրական։ Որը լավ, էլ ինչ սիգնալ պետք է ստանաք, ռուսից ստանում եք, անգլիացուց ստանում եք, ամերիկացուց ստանում եք, ինձնից ստանում եք ու ստանում եք 20 տարիա այն ձայն բարբարոել արդեն ինձ չի վերաբերվում, էլի, որտեվ անապատից էլ ենքում եմ, ես ձեր համար երևի տիեզերքում եմ, որտեվ վակուում է ու իմ ձայնային, ասենք, հոսանքները օդ չեն տատանում, էլի, ասենք, երևի պրոշներով եք մենակ կարում կարդակ հասկանաք, արա ուշքիա պետք գալ, արա ազգ բանակը միակ կոնցեպտն է ու ձեր հիմար, հանճարեղ գործողությունները այս կառույցից դուրս գալու, այն մյուս կառույց մտնելու, այս մի կամ-կամին ենթարկվելու, այնքան թուլամորթ լինելու, դիվանագիտական պրավալներ տալու հիմնական պատճառը ազգ բանակի բացակայությունն է։ Իսկ եթե ազգ բանակ ունենաս, արա ինչ ուզում ես, արա, ուզում ես Անգլիայի վրա թքի, ուզում ես Պուտինի վրա թքի, ուզում ես Տրամպին вообще գնա, այ ոնց որ Ալիևը արեց, ասենք դրոշի վրա գնա, Տրամպի ոտի վրա, ասենց ոտը բարձրացրա միզի, ասա, ես ինչ Տրամպի ճամփա ես արել գծել մեր համար, ինչ 75%, այդ 75%-ի պատճառով Իրանը կորցրել ես մի թափ, մոռացել ես ինչից է սկսել, արա Իրանը սկսել է անդրանից, որ 75-ը 10 տարի պայքարելով մի կերպ 50 դարավ, դրանից հետո պայքարի ալիքը ուղղակի չմարեց։ Կարող է վախտնա ուշքի գալ եւ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգը, հայեցակարգը, ազգ բանակը կիրառել է պետք, օրմ շուտ։ Այդ վաղտ ուզում ես հապկից դուրս արի, ուզում ես մակից դուրս արի, ուզում ես երկրագնդից դուրս արի, դու 2, 3, 4, 5 տարի դիմադրելու հնարավորություն ես ունենալու։
Մինչև քո թշնամին գա քեզ օգնության, որտեղ դու բարեկամ չունես, սուտ է, դու մենակ քեզ օգտագործող, ասենք ֆրանսիական համբուրներ խնդրեմ, էդի պաժաստա, բայց առանց շարունակության, որ հանգարց երեխեք չծնվեն, էդի ունես, հա, բայց որ իրանք գոնե քեզ սկսեն օգնել, դու պետք է որոշ ժամանակ, այ ոնց որ Ուկրաինային կես տարի օթային համբուրներ, ֆրանսիական համբուրներ, պաչիկներ ստից, պաչիկներ ընդից, ատամ ցույց տալ Պուտինին ստե, ընդեղ սպորտսմեններին զրկել բան, դրանից է իրան չեր եթում։ Կես տարի դիմադրելուց հետո նոր 2022 թվականի փետրվարի 24-ին սկսած ռազմական գործողությունները, ռուսական ագրեսիան, ուկրաինական Ռուսաստանի վրա հարձակվելուց կես տարի հետո հուլիսին նոր սկսեցին օգնություն ռեալ տալ։ Էլ չգիտեմ ոնց ասեմ, արդեն սրամատել էլ չի լինում։ Հա, էս ջղայնանում եմ։ Իմ կարծիքով նույնպես դա կարևորագույն կոնցեպտն է յուրաքանչյուրի պարտականությունը անելիք իմանալու այդ դեպքում այդ համապարփակ անվտանգության, այսպես ասած, համակարգը կառուցելու Հայաստանում։ Հայր ջան, մի կարճ բան էլ ասեմ, էլի։ Ես երբ որ ասում եմ ազգ բանակ, լիքը մարդիկ, ովքեր որ բանակից սարսափում են, մտածում են, արա ես բանակի հետ, արա դու բանակ մի գնա, արա։ Դու գնա քո գործն արա։ Ազգ բանակի մեջ այն խորը տատիկ պապիկն էլ պետք է լինի։ Ազգ բանակի մեջ պետք է երեխան էլ լինի։ Ես ստեղ եմ ասել դրա մասին։ Բազմիցս խոսել ենք դրա մասին։ Երեխան, երբ որ գիտի, որ շենքը շարժվելուց կապ չունի գմփոցից է թե երկրաշարժից է, որ ինքը շատ արագ պետք է մտնի սեղանի հետ տակ, իսկ հետո դասատուի ցուցմունքով պատի տակ պպզած ասենք գնա դեպի մուտք, որտեղ իրան տատիկից կամ պապիկից ասենք բաղկացած էկիպաժ է սպասում գյուղում եղած ավտոբուսից կամ միկրոավտոբուսից, որը իրանք էվակուացնի անվնաս ճանապարհով, Էդի նշանակում այս երեխեն էլ ազգ բանակի մաս է, այս տատիկ պապիկն էլ են ազգ բանակի մաս։ Իսկ այս երեխաների ծնողները տղամարդը խրամատում է, իսկ կինը վազելով, ասենք խրամատ ուտելիք է բերում, կամ էլ ասենք վիրավորին է օգնում, որ հեռանա, ասենք խրամատից առաջնագծից։ Ազգ բանակը համել հաց թխելն է, համել ասենք բինտ արտադրելն է, այն արտադրությունում, որտեղ մինի յուբկա են արտադրում, բայց անհրաժեշտության դեպքում բժշկական պարագաներ արտադրելով անցնելու, ասենք հնարավորություն ունի։ Կարճ ասած, ազգ բանակը նշանակում է երկրի բոլոր հատվածները, բիզնեսը, հասարակական կազմակերպությունները, կակտուսի սիրարների միությունը, բոլորը ծառայում են պաշտպանության գործին։ Ոնց որ ցանկացած ամրոցում բոլորը պաշտպանում են ամրոցը, բոլորը ծառայում են ճաշեփելով, վիրավորին խնամելով, կատու շուն, ասենք որսալով, որ ասենք եթե մսի պաշարները պրծել, կարճ ասած բոլորը պարտադիր չէ, այդքան սարսափում եք, ասենք կրակելուց, ուրիշ գործ կա անելու։ Ունես չի, որ եթե ազգ բանակ չլինի, նույն ձևով մեր վրա չի լցվելու է, տարբեր ձևի ու տարբեր տրամաչափի պայթուցիկներ, տարբեր ձևի, ասենք հայ արյան ծառավ շեղվածություն գլխի մեջ ունեցող, ասենք թուրք ասեմ, չգիտեմ, հարևան ասեմ, որտեղ մենակ թուրքերը չեն դրանով աչքի ընկել, եթե հիշում եք, քրդեր, չեչեններ, չերկեսներ, կարճ ասած, պետք է ինքդ ի վիճակի լինես պաշտպանվես փետրվարի 24-ի հարձակմանը, որ հուլիսի սկզբին թշնամին, այ ոնց որ Հնդկաստանը մեկ չեք նկատել, որ ընդամենը 35 տարի հետո հասկացավ, այս որ 35 տարի Պակիստանը Հայաստանին չէր ճանաչում, այս որ քանի տարի է օգնում է, ասենք բանին, Բաքվի ռեժիմին, այս որ իր սպեցնազը սև առագիլներին ուղարկել էր հայերի դեմ պայքարելու, արա փաստորեն էսի իմ թշնամին է, արա հայը,
եկեք իրան սնարյադ ծախեմ, թնդանոց ծախեմ։ Ինքը մեր նման դոձիկ ա եղել 35 տարի, 30 տարի, լավ։ Հիմա ուշքի ա եկել։ Իսկ մենք հիմա էլ ուշքի չենք գալի։ Որովհետև Հնդկաստանի հիմա հույսով ենք ապրելու, Ցեզար արտադրող ֆրանսիացու, ոնց որ դրանից առաջ ռուսի բանը հույսով էինք, որը արա Սպուտնիկ աղերգում, ուրեմն ինքը չի կարում մեզ պաշտպանի։ Ախպեր, կլինի դու ինքդ քեզ սկզբից պաշտպանես։ Տաղավարում միշտ այն խոսակցությունները Հայաստանի վերաբերյալ ինտեգրվելու, թե դաշնակցային, թե ռազմաշխարհաքաղաքական մի խոսքով բոլոր խոսակցությունները մեր բերում են ազգբանակի կիրառման անհրաժեշտությանը Հայաստանում, որը ու իմ անպատվելուն, որով դա չի հասկանում դոձիկը։ Եվ այսինքն գործողությունների ազատություն ունենալու համար արա ինչ լավ է հերինակներն, ինչ ուզում ասում։ Հա ու պատասխան կտամ իմ ցանկացած խոսքի համար անգամ դատարանում։ Եվ այդ առհասարակ յուրաքանչյուր ասպարեզում գործողությունների ազատություն ունենալու համար ամեն դեպքում պետքա մինիմալ ստանդարտ այդ պաշտպանությունը ունենանք։ Միշտ մեր խոսակցությունները հանգում են նրան, որ անհրաժեշտ է այս կոնցեպտը կիրառել Հայաստանում։ Եվ եթե էլի ավելացնելու բան ունեք, պարոն Վարդանով, եթե չէ մեր եթերաժամանակը ցած քիչ է մնացել։ Կոնցեպտը կիրառվում է հիմա, բայց ոչ պետության կողմից, կամավորների կողմից է կիրառվում։ Մարդիկ, ովքեր որ ռազմահայրենասիրական կառույցներում են, բայց լծակները քիչ են ավելի, չէ՞։ Բայց մեր լծակ, մենք ընդհանրապես լծակ չունենք։ Նո, բացի գաղափարական կամ համոզելու մեխանիզմներից, համոզելու մեխանիզմից բացի ուրիշ բան չունենք։ Իսկ ազգ բանակը 10% հասարակության, ասենք, այն հատվածի գիտակցության վրա կառուցված, ով հասկանում է դրա մասին, 30% ով վստահում է այս 10%-ին, որովհետև անբասիր կյանքով են ապրում հիմնականում, ասենք, ռազմամարզական եւ ռազմահայրենասիրական, ասենք, կառույցների տերմինոլոգիան օգտագործողը, հայրենասիրությունից խոսացողները եւ գործանող խոսացողները ավելի շուտ, բայց 60%-ին պետությունը պետք է դնի գործի, պետությունը պետք է դնի գործի ըստ իրանց այսօրվա շնորհքի, ըստ իրանց այսօրվա հնարավորությունների։ Մի հատ ամերիկյան թե անգլիական ֆիլմ կար աղջիկ երեխու մասին ու մանկատան պես տեղ տարան։ Ուրեմն ռազմական բանը այդ աղջկա հերը գործարանի սեփականատեր էր, ռազմարդյունաբերության գործարանի անգամ։ Չէ, ռազմարդյունաբերության չէ, ուղակի գործարանի, որը ինքը առաջնագծում սպա էր, ուրեմն պետությունը վերցրեց այդ գործարանը այս ընտանիքի ձեռից, դարձրեց ռազմարդյունաբերություն, ընդհանրապես իրանց զրկեց այդ գործարանից, միջև պատերազմի ավարտը։ Այս աղջկան որփատուն ուղարկեց։ Դե սեփականությունը դե հարգում են, դե Հայաստան չի, որ ասենք մարդու սեփականությունը խլեն մենակ դրա համար, որ ինչ-որ բան ասե։ Այնտեղ աշխարհը կապիտալիստական է ու կապիտալիստական գլխավոր բանը մարդու իրավունքները չի զարմանալի, այլ մարդու սեփականության իրավունքներն են։ Այդ ամենակարևորը մենք էդ էլ չենք հասկանում, էլի, բայց դա իմ թեման չի, թող ուրիշները դրա մասին խոսան։ Այդ գործարանի պահով հələ պատկերացրեք, ուրեմն կարծեմ միջին աստիճանի սպա էր, մայոր էր, գնդապետ էր, սենց ինչ-որ կոչում ունեցող անգլիացի էր, իր ձեռից գործարանը խլել են, ինքը առաջնագծում կռվում է, որովհետև պետք է ազգին։ Պետությանը անհրաժեշտ է պաշտպանության համար, որ այս գործարանը այս պահին լինի պետական տնօրինության տակ, ռազմական գերատեսչության։ Եվ երեխուն որփանոց ղրգին։ Այս աֆիցերի երեխուն որփանոց ղրգին։ Այդ սա ֆիլմը այդ որփանոցի շուրջ է, էլի, ինչ որ ես ասում եմ, այդ կողքի ֆոնն է, որը որ ես եմ կարևորում, այնտեղ շատերը դիտելուց երևի ուշադրություն էլ չեն դարձրել դրա վրա։ Ամեն դեպքում այդ ազգ բանակի անհրաժեշտ գործողությունները պետության, որ ինքը ամեն ինչը ծառայացնի, անգամ այն, ինչ որ թվում է թե դե բանա, ես ազգի համար պատերազմում եմ, խիպտի իմ գործարանը բանը, չէ, քո գործարանը, դու, քո ընտանիքը, քո երեխեն, քո ծնողը տարեց,
բոլորը պետք է ազգ բանակի մասը լինեն։ ու այդ բոլորը իրանցով եթե մի գնացք համարենք, այդ գնացքը ռելսերի վրա դնողը պետք է լինի պետությունը, հետո արդեն ինքնաշխատ կերպով ինքը կարա բանը եթե ոչ շարժիչի դեր խաղա, ինքը կարա կազմակերպիչի դեր խաղա։ Ուղղակի գնացքը պետք է դնել ռելսերի վրա եւ այն հասարակական այն կառույցները, որոնք որ հիմա ունեն միայն համոզելու մեխանիզմները, շարժման մեջ կդնեն գնացքը։ Կարող է հասարակական կազմակերպությունների 90%-ը բրծնեն։ Կարիքն էլ կարող է չլինի։ Կարող է կարիքը չլինի, որովհետև եթե ֆինական մոդելը լինի, հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ են ազգ բանակի համար։ Բայց եթե լինի, ասենք, Սինգապուրի մոդելը, դե հասարակական կազմակերպություններ կան, քիչ թե շատ, բայց իրանց անհրաժեշտությունը սուր չի, ոչ էլ պետությունը տենց մի շատ ուժեղ ձևով իր հետները հարաբերվում է։ Ուղղակի չի խանգարում իրանց հասկանալով իրանց օգտակարությունը։ Բայց այտենց իրանց հետ լայնամասշտաբ բանը սա շատ ավելի մատչելի է, երբ որ դու ծախսերիդ մի մասը թողում ես հասարակության վրա, ծախսերիդ մի մասը թողում ես քաղաքացու վրա, սա շատ ավելի էժան է, քան Սինգապուրի ազգ բանակը։ Սինգապուրի ազգ բանակը լորի ուրիշ է, շատ թանկանոց, ասենք, ազգ բանակը։ Այդ մենք եթե կարանք մենք թույլ տանք Սինգապուրի մոդելը հասարակական կազմակերպությունների 100%-ը կփակվեն, նորերը կբացվեն, ասենք, որոնք որ իրանց օպերատիվ շրջանը, այսինքն այնտեղ որտեղ իրան գործել են, ավելի փոքր է, ավելի հեշտ է կազմակերպել։ Չի մենակ, իրանք բանը չինական էթնոսը մեծ տոկոս է կազմում, ընդ կարելի է ասել 70 քանի ավել տոկոս, միջև 80։ Նկատի ունեք կազմակերպչական ունակությունների մասն եք խոսում։ Չինացին լավ դիսցիպլինա ենթարկվում է, եթե իր վրա ասենք բռունցք կա, ինքը այտենց ինդիվիդուալիստ ազգ չի ոնց որ մենք։ Հա մեզ չեմ կարծում օրինակ որ հայերի դեպքում այդ բռունցքը անհրաժեշտ է ու կարող է անհրաժեշտ է, բայց դա չի աշխատի։ Քննարկելի է, դա քննարկելու բան է, բայց որ հիմա քայլեր է պետք անել, հիմա, 3 4 8 տարի առաջ, 25 տարի առաջ քայլեր է պետք անել, դա անվիճելի է, էլի մենակ ինքնասպանը կամ էլ իմ անձնական, ասենք, չուզողը, որտեվ դե պարզ է, որ թուրքը գա հասկանալի է, չէ, իմ հետ ինչա կատարվելու, որտեվ այդ որոշում կայացնողներին փոքր վաղ պաշտպանել եմ 90 թվերին ու 20 թվականին եմ պաշտպանել, որ իրանք մնան, ասենք, իրանց իշխանության խաղալիք ղեկի մոդելի։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Վարդանով, ցավոք մեր եթերաժամանակը ավարտին մոտեցավ, դեռ կարելի էր խորանալ, միշտ մեր թեմաները վերաճում են սրան, ավելի են հետաքրքրանում։ Դե իմ սրին միշտ փչեմ, էլի։ Դա գոնե մի օր երևի ձայնը կհասնի իր նպատակակետին, հուսանք, հա։ Տեսնենք։ Դե այսքանով այսօր այսքան են, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք նաեւ մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին ուշադրության համար։ Դուք լսում եւ դիտում եք Գործարարալիքը, եթերում էր հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Ստեսություն։